Անձրևաջրերի հետքերն ու հետևանքները դեռ մնացել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատերին։ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով Բիդեկ շինարարական ընկերությունը 2022 թվականից ի վեր վերանորոգում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Երկրորդ եւ երրորդ մասնաշենքերի տանիքի հիմնանորոգման աշխատանքները խոստացված ժամկետներում ընկերությունը չէր ավարտել, ինչի պատճառով նախորդ տարի անձրևաջրերը լցվել էին ներս, անգամ վնասել երաժշտական գործիքները։ Արմլուրի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արծովինար Մովսիսյանը ներկայացնում է իրավիճակը։ Ստեղից բոլոր մասնագիտական գործիքները տեղափոխվել են նոր մասնաշենք, ոչ մի գործիք ստեղ վտանգված չի եւ ստեղ դասերել չեն անում, մենակ եթե երեխեքը կարիք ունեն պարապելու, ազատ ժամանակ ունեն, նոր այս կողմերում գալիս են պարապում են, թե չէ այս 4-րդ հարկը կարելի է ասել չօգտագործվող հատվածն է հիմա, մանավանդ որ այո, այս վիճակն է այդ ջրհեղեղներից հետո։ Երրորդ, երկրորդները մի քիչ ավելի տանելի են, բայց էլի հին վերանորոգում է, հին վիճակ է, պետական վիճակ է կարելի է ասել եւ այո, անհապաղ անհրաժեշտությունը կա շարունակելու այս հիմնանորոգման ծրագիրը։ Թեպետ ռեկտորը պնդում է, որ դասապրոցեսներ ջրհեղեղի արդյունքում փլված 4-րդ հարկի լսարաններում չեն իրականացվում, սակայն ուսանողները հակառակն են պնդում։ Նրանց բողոքն այն է, որ նոր վերանորոգված մասնաշենքերում ջեռուցում չկա, լսարանները սառցախցիկ են հիշեցնում եւ այդ պայմաններում երգելն ու նվագելն անհնար է։ Ջարը կտրած ուսանողները գալիս են ջեռուցվող, սակայն փլված այս մասնաշենք հաճախ իրականացնում են անհատական պարապմունքներ։ Ռեկտորի պաշտոնակատարը հաստատեց, որ նոր վերանորոգված մասնաշենքում դեռ ջեռուցման համակարգը չի գործում, այնինչ ձմեռն արդեն մեկնարկել է։ Նոր կաթսայատուն է ստեղծվել, սարքվել, դրան տարածք է հատկացվել եւ մեր հին կոմունիկացիաները ոչ այդ հզորությունը ունեին էլեկտրական կաբելները, ոչ էլ գազատարը այդ մասով չէր անցնում։ Դիմել էինք պատշաճ ձևով էլեկտրացանցին եւ Գազպրոմին, որպեսզի նրանք նոր պայմանագրերը նոր ձևաչափով կնքեն։ Հիմա արդեն էլեկտրացանցի հետ լրիվ ավարտված է աշխատանքը, արդեն այդ նոր մալուխը միացված է նոր կաթսայատանը, վերջին կետում են գտնվում, արդեն գազատարն էլ այսօր 3 հաշվարկներն են արել, այսօր արդեն փորձում են աշխատանքներ անեն, միացումները, իհարկե մի քիչ ուշացավ, բայց հույս ունեմ, որ 1-2 օրվա պատմություն է եւ այդ մասնաշենքն էլ կջեռուցվի։ Հիշեցնենք, որ կոնսերվատորիայի վերանորոգման համար Բիդեկ ՍՊ-ի եւ Քաղաքաշինության կոմիտեի միջև 2022 թվականի հոկտեմբերի 3-ին կնքվել էր պայմանագիր, որի արժեքը կազմել էր 2 միլիարդ 671 միլիոն դրամ։ Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մեհեր Սեթրակյանի որդուն, Դավիթ Սեթրակյանին։ Այս ընկերությունից պետությունը միլիարդավոր դրամների գնումներ է կատարում։ Թեպետ սեպտեմբերի 1-ից նոր մասնաշենքում դասընթացներն անցկացվում են, այնուամենայնիվ Կրտսեր Սեթրակյանին պատկանող ընկերությունը դեռ ավարտական ակտը չի ստացել, պայման է դրվել։ Հենց մեր առաջարկով փուլ առ փուլ էինք որոշել անել, որովհետև ամբողջովին շենքը ազատել եւ ինչ որտեղ տեղափոխվելը անհնար էր, դրա համար մենք համաձայնեցինք մի կորպուսը վերջացնեն, մենք բավական նեղվեցինք, մենք դասերի աշխատաժամանակը երկարացրեցինք մինչև գիշերվա 10-11-ը։ Սեպտեմբերի 1-ից մեր դասերը արդեն նոր կորպուսում իրականացվում են, կան որոշ տեխնիկական թերություններ, դա իրենք շինարարները գիտեն եւ այդ պատճառով դեռ ընդունման հանձնման ակտը չի եղել, այդ դա վերջանալուց հետո ըստ Քաղշինի ասել են, որ նոր կանցնեն մնացած փուլերին։ Ուղղակի սա պիտի բավարար չափով իրենց պահանջներին համապատասխանի, որպեսզի ընդունման հանձնման ակտը շտորագրվի։ Այսինքն ճիշտ հասկանանք, այս մասնաշենքը չի կառուցվի այն ժամանակ, այսպես այնքան մինչև ակտը իրականացվի, այո։ Ուսանողներն ու ծնողները բողոքի մյուս կողմն են, իսկ համալսարանը մյուս կողմը։ Անձրևներից հեղեղվելուց հետո Կապալառու կազմակերպությունը պատրաստակամություն էր հայտնել իր միջոցներով իրականացնել անձրևից վնասված հատվածների կոսմետիկ հիմնանորոգում, մինչև հիմնական նորոգման աշխատանքների իրականացումը, որի համար անհրաժեշտ էր դատարկել տվյալ մասնաշենքի գույքը։ Փաստն այն է, որ Բիդեկ ՍՊ-ն չի հաջողել կոնսերվատորիայի վերանորոգման աշխատանքները պատշաճ իրականացնելու գործընթացը։